1991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է բարև ձեզ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի նոր սահմանադրությունում անկախության հռչակագրին հղում չպետք է լինի, դա իր կարծիքն է, բայց ամեն դեպքում ժողովուրդը պիտի որոշի։ Փաստորեն բոլորն էլ գիտեն, որ դա Ադրբեջանի պահանջն է, թեև Նիկոլ Փաշինյանը ինքը փորձեց ներկայացնել այնպես, թե դա իրենց որակարգում կար դեռևս 2020 թվականի փետրվարին, անգամ հանրաքվեի մասին էին խոսում, այո, իսկապես էլ կար, բայց բոլորն էլ գիտեն, որ այն ժամանակ այդ ամենը արվում էր ընդհանրապես սահմանադրական դատարանի հարցը լուծելու համար եւ այն ժամանակ որևէ մեկի մտքով անգամ չէր անցնի խոսել անկախության հռչակագրի այդ հատվածը հանելու մասին, որտեղ այն ժամանակ ուրիշ փուլ էր, եթե հիշում եք, այն ժամանակ Արցախը Հայաստան է եւ վերջ փուլն էր, նոր պատերազմ, նոր տարածքներ փուլն էր, 44-օրյա պատերազմը դեռևս չէր եղել եւ հասկանալի է, որ խոսք անգամ չէր լինելու հռչակագրի այդ հատվածը հանելու մասին։ Իհարկե, հիմա էլ իրականում իշխանությունները հազիվ թե այդ հղումը հանեն։ Այդ հղումը սահմանադրության նախաբանում է եւ ամենայն հավանականությամբ իշխանությունները ամբողջ նախաբանը կհանեն։ Դե կասեն, բա մեզ պետք է դժբախտ դժգույն նախաբաներ, հետո էլ կասեն, դե մենք հղումը չենք հանել, ուղղակի հղումը նախաբանի մեջ է, մենք նախաբանն ենք հանել։ Բայց ամեն դեպքում հասկանալի է, որ սա Ադրբեջանի ուղղակի պահանջն է եւ այս առումով կցանկանայի մի քանի նկատառումներ ներկայացնել։ Առաջին, եթե Ադրբեջանը ասում է, որ այդ ձեր սահմանադրությունը վատն է, լավը չի, դրա համար խաղաղության համաձայնագիրը չենք ստորագրում, իսկ ակնհայտ է, որ հենց այդ պահանջն է հիմքում, եւ եթե Նիկոլ Փաշինյանը ասում է, որ դե այո, մենք պիտի սահմանադրությունը փոխենք, դա նշանակում է, որ տրամաբանորեն իշխանությունների տրամաբանությամբ սահմանադրության նոր տեքստը Նիկոլ Փաշինյանը պիտի ուղարկի Բաքու, պիտի ուղարկի Ալիևին եւ ասի, լավ, նա ձեր կարծիքով վատներ հասկացանք, հիմա տեսեք, սա հավանում եք, թե չեք հավանում։ Նոր միայն դրանից հետո բերի ներկայացնի մեր ժողովրդին եւ դնի հանրաքվեի։ Հակառակ դեպքում անիմաստ կստացվի սահմանադրություն փոխելը, քանի դեռ նորը իրենց չեն ասել, որ այ նորը մեզ դուր է գալիս։ Հակառակ դեպքում նրանք իսկապես կասեն, հիմա էլ ուրիշ պատճառ կբերեն, կասեն, հա, այն հռչակագիրը հասկացանք, բայց սա էլ մեզ դուր չի գալիս, այ օրինակ այստեղ ինչ որ հիշատակել եք Սփյուռք, չգիտեմ, հայ առաքելական եկեղեցի, կամ այսինչ եք գրել, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, դա մեզ դուր չի գալիս, բայց չէ որ դա արևմտյան Ադրբեջանն է, բա մեր փախստականները, բա ինչի պիտի պետական լեզուն հայերենն է եւ այլն եւ այլն։ Այսինքն կարող են հիմա էլ ուրիշ պատրվակ բերել, որպեսզի դա չլինի Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, այս նոր տեքստը պիտի ուղարկեն Բաքու, այնտեղից հավանություն ստանալ, հետո նոր բերեն դնեն հանրաքվեի։ Այսինքն ստացվում է, որ նոր սահմանադրությունը փաստացի հայ-ադրբեջանական համատեղ պրոյեկտ է կամ Փաշինյան-Ալիև համատեղ պրոյեկտ է։ Հակառակ դեպքում անիմաստ է դառնում։ Երկրորդ նկատառումը։ Տեսեք, հիմա իշխանությունները փորձելու են այդ հանրաքվեի քարոզչությունը, արդեն սկսել են քարոզչությունը ներկայացնել այնպես, թե իրականում ժողովուրդը պիտի ընտրություն կատարի կամ այո է ասում նոր սահմանադրությանը, կամ եթե այո չի ասում, ապա լինելու է պատերազմ։ Իրականում սա fake օրակարգ է, սա կեղծիք է, որովհետև ոչ խաղաղության համաձայնագիրը, ոչ մեր սահմանադրության փոխելը իրականում պատերազմի հետ կապ չունեն։ Ի վերջո մեր սահմանադրության մեջ հռչակագրին հղումը կա 1995 թվականից, բայց Ադրբեջանը պատերազմը սկսել է 2020 թվականին երկրորդ պատերազմը։ Այսինքն այնպես չի, չէ, որ նրանք 25 տարի չգիտեին, որ մեր սահմանադրության մեջ այդպիսի բան կա, միայն 20 թվականին իմացան ու հարձակվեցին, չէ։ Պարզապես Ադրբեջանը երկար տարիներ նախապատրաստվեց դրան, հզորացրեց իր բանակը, ոտքի կանգնեց, հուսալի դաշնակիցներ ձեռք բերեց, հարմար պահը գտավ, երբ Հայաստանում հայտնվել էին նոր իշխանություններ եւ աչուձախ ավերում էին ամեն ինչ, երբ հայ-ռուսական հարաբերությունները պատմական մինիմումի վրա էին, երբ ամբողջ աշխարհը զբաղված էր COVID-ով, հարմար պահը գտան, հաշվարկեցին, որ կարող են հաղթել պատերազմում եւ աշխարհը մեծ հաշվով անտարբեր կլինի եւ սկսեցին պատերազմում, մեծ հաշվով պարզվեց, որ
այո, իրենց հաշվարկները ճիշտ էին։ Սա էլ խնդիր եւ վաղն էլ հասկանալի է, որ եթե անգամ Հայաստանը փոխի սահմանադրությունը եւ անգամ այդ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, միևնույն է դա նոր պատերազմից չի ապահովագրելու։ Ինչու, որովհետեւ դե Ադրբեջանը ոչ չի ասելու, այ խաղաղության համաձայնագիր ենք ստորագրել, բայց հարձակվում են։ Չէ, նրանք ասելու են հայերը ուխտադրուժ կերպով, չգիտեմ, հարձակվեցին մեր վրա, խախտեցին այդ պայմանագիրը, մենք էլ ստիպված հարձակվում ենք։ Այդպես եւ այսօր արդեն Ադրբեջանում ձայներ են հնչում, որ եթե հանկարծ Հայաստանը հարձակվի Ադրբեջանի վրա, իրենք պիտի մտնեն եւ Զանգեզուրում բուֆերային գոտի ստեղծեն։ Իրենց մոտ այդ օրակարգը հիմա կա։ Հասկանալի դա իդեպ նաեւ մեզ է վերաբերում։ Եթե ինչ-որ հրաշքով հիմա չէ 5 տարի հետո, 10 տարի հետո, 20 տարի հետո Հայաստանը այնքան հզորանա, որ կարողանա ուժով ետ բերել Ղարաբաղը եւ եթե աշխարհում ուժային հարաբերակցությունը մեր օգտին լինի, այդ գործողները գումարվեն, մենք ոչ չենք ասելու, այ հիմա մենք կարող էինք ետ բերել Ղարաբաղը, բայց քանի որ խաղաղության համաձայնագիր կա, էլ դա չենք անում, չէ՞ իհարկե։ Նույնը մենք ենք անելու։ Ադրբեջանը ուխտադրուժ կերպով որևէ տեղ խախտելու է, պայմանագիրը մենք էլ ստիպված ենք լինելու մտնել եւ Արցախում բուֆերային գոտի ստեղծել։ Այսինքն խաղաղության համաձայնագրի ստորագրումը որևէ կապ չունի այդ խաղաղության հետ եւ իշխանությունները այդ իրենց քարոզչությամբ փաստորեն փորձելու են խաբել։ Այլ ոչ թե խաբել, այլ պարզ շանտաժի միջոցով դե հայտնի է, որ ընդհանրապես շանտաժը այս իշխանությունների եւ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական զինանոցի հիմնական զենքն է։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանն ինքը մեծ հաշվով վարչապետի պաշտոնին հասել է շանտաժի միջոցով։ Հիշում եք, հայտարարում էր կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա ընդհանրապես։ Այսինքն կամ ես լինում եմ վարչապետ, կամ ամբողջ երկիրը կատվածահար եմ անում, բոլոր ճանապարհները փակվում են, պետությունը ուղղակի կանգ է առնում, տնտեսությունը չի աշխատում, անգամ շտապօգնություն չի աշխատում, մեռնում են, թող մեռնեն, երկիրը քանդվում է, թող քանդվի, եթե ես վարչապետ չեմ լինում, ուրեմն այդպես էլ անում եմ, երկիրը ներսից պայթեցնում եմ։ Եվ այդ շանտաժը ի վերջո աշխատեց, բոլոր ձեռքները վեր բարձրացրեցին, ասեցին լավ, արի, ելավ, մի արա, մի քանդի երկիրը, ներսից մի պայթեցրու, արի մենք քեզ քո ձայները կապահովենք, կդարձնենք վարչապետ։ Շանտաժը աշխատեց։ Հիմա նույն կերպ ոչ միայն Ալիևն է շանտաժանում Հայաստանին, մեր հասարակությանը ասում է սահմանադրությունը փոխեք, թե չէ խաղաղության համաձայնագիր չեմ ստորագրի, այլև Նիկոլ Փաշինյանն է միանում այդ շանտաժը։ Այսինքն սա համատեղ շանտաժ է, իրենք ասում են կամ սահմանադրությունը փոխում եք Հանրաքվեին, ասում եք այո, կամ խաղաղության համաձայնագիր չի ստորագրվում։ Ընդ որում տեսեք ներքաղաքական տրամաբանության մեջ Նիկոլ Փաշինյանը տրամաբանական կլիներ, եթե ասեր, ահա այս սահմանադրությունը փոխում ենք, Ադրբեջանի պահանջով չլավ մենք այդպես ենք համարում, բայց եթե ժողովուրդը ասում է ոչ, ուրեմն ես դա համարում եմ, որ անվստահություն է հայտնում ինձ եւ իմ քաղաքական թիմին եւ ոչ արդյունքի դեպքում ես իմ ամբողջ քաղաքական թիմով կառավարության հրաժարական եմ տալիս, հեռանում եմ քաղաքականությունից։ Այս սա կլիներ տրամաբանական։ Բայց Նիկոլ Փաշինյանը բնականաբար այդպիսի բան չի ասի։ Հակառակը նա այդ հարցը կդնի Հանրաքվեի եւ ցանկացած ելքի դեպքում ինքը օգուտով դուրս կգա։ Եթե այդ սպառնալիքի, այդ քարոզչության, այդ շանտաժի արդյունքում մեր հասարակությունը այո ասի նոր սահմանադրությանը, առանց հռչակագրին հղում է, այսինքն Նիկոլ Փաշինյանը կասի, դե տեսեք, ինձ ինչ եք մեղադրում, ժողովուրդ, դուք եք հրաժարվել Ղարաբաղից, ցեղասպանությունից, պատմությունից, այդ ուրացման հեղինակը դուք եք, ես ինչ անեմ, չանեիք, այդպես կասի։ Իսկ եթե ժողովուրդը ասի ոչ մերժի այդ Փաշինյան-Ալիև համատեղ նախագիծը, Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տա։ Ասի դե դուք գիտեք, ես ձեզ ուզում էի տանել խաղաղության, բայց դուք դա մերժեցիք եւ հետեւաբար հետևանքների համար ես որևէ պատասխանատվություն չեմ կրում։ Դուք եք արել, դուք եք մեղավոր։ Այսինքն երկու դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը որպես քաղաքական ֆիգուր շահած դուրս կգա։ Կորցրած կորուստներով դուրս կգա պետությունը։
Սա է խնդիրը եւ կարծում եմ, որ ինչ պիտի անեն այսօր Հայաստանի քաղաքական ուժերը բոլորը միասին։ Պիտի ձգտեն հասնել նրան, որ այդ սահմանադրական փոփոխությունների հանրակրվեն պաշտոնապես ֆիքսվի, որպես իշխանություններին անվստահության հայտնելու քվեարկություն հանրակրվի, այսինքն եթե ասում են ոչ, ուրեմն Նիկոլ Փաշինյանը պարտավոր է իր քաղաքական թիմի հետ հեռանալ ու դա համարել որպես որ հասարակությունը անվստահություն հայտնեց իրեն էլ, իր քաղաքական թիմին էլ, իր խաղաղության խաչմերուկին էլ, իր չգիտեմ այդ նոր Հայաստանի կոնցեպտին էլ։ Այ պիտի հարցը այսպես ներկայացվի եւ դա ֆիքսվի։ Հակառակ դեպքում կստացվի, որ ուղղակի Նիկոլ Փաշինյանը փորձում է հիմա էլ հետագա կամ իր միջև հիմա արած այդ ավերների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա եւ հետագայում էլ ասել դուք եք համաձայնվել որ Արցախն էլ եք մեկ արմիշտ մորանում ուրանում ցեղասպանությունն էլ պատմությունն էլ անցյալն էլ հավատն էլ եկեղեցին այդ ամեն ինչը կասի դուք եք արել սա է իր նպատակը եւ սա սրան նա փորձելու է հասնել Ալիևի հետ միասին համատեղ երկուսով այդ համատեղ իրականացվող շանտաժի միջոցով Առայժմ այսքանը առաջիկայում ակնհայտորեն դեռ երկար ժամանակ սա է լինելու ներքաղաքական օրակարգի հիմնական առանցքային հարց եւ կարծում եմ դեռ առիթներ կլինեն անդրադառնալու այսօր այսքանը կհանդիպենք